Այս ֆիլմի շրջանակներում մենք կփորձենք վերհանել հայոց մեծ եղեռնից հետո Թուրքիայի Հանրապետությունում, Արևմտյան Հայաստանում, Հարավ-Արևմտյան Հայաստանում, Պատմական Կիլիկիայում, Փոքր Հայքում եւ հարակից շրջաններում գոյատևած հայության էթնոկրոնական այլակերպմանն ու վերակերպմանը, բնորոշելով տվյալ տարի ներկա իրավիճակը, լուսաբանել նրա այժմեական հոգեմտավոր ներաշխարհի ծալքերը։ Թուրքիայի հայոց պատրիարք Շնորհք arczepiskopos Գալուստյանը դեռևս 1980 թվականին Երուսաղեմում ունեցած բանախոսության մեջ հետևյալն է ասում նշված տարածքների գավառահայության մասին։ Ձեզ կներկայացնեմ գավառահայության 4 խավերը, ինչպես որ տեսել եմ նրանց։ Հայեր, որոնք գիտակցաբար եւ կամավոր կերպով իսլամացել են, խզվել են հայությունից եւ ապրում են թուրքերի մեջ։ Սրանք են, որ մինչեւ միլիոնի հասնում են իրենց թվով։ Հայեր, որոնք 3 սերունդ առաջ իսլամացել են եւ քրդական աշիրեթական ձևերով ապրում են մեկուսի եւ չեն խառնվում։ Խնուսի շրջանում 100 ընտանիքներ կան այդպիսիներից, որ գիտեն, թե հայ են, գիտակցաբար իրենց մեջ ամուսնանում են եւ փափագում են վերադառնալ իրենց պապերի կրոնին, եթե իրենց պայմանները ներեն։ Իսկ լսածից համեմատ Սասլո լեռների վրա էլ ծրված հայեր կան, որի մասին ժամանակին ձեռքս անցավ 35 գյուղերի մի անվանացանք։ Կամա թե ակամա իսլամացած հայեր, որոնք իրենց հայկական զգացումը պահել են եւ պոլիս հաստատվելուն պես դատարանի միջոցով իրենց անձնագրում նշված իսլամ գրությունը էրմենիով են փոխարինում։ Բուն գավառահայեր, որ պատիվ իրենց հակառակ բոլոր զգալի եւ անզգալի դժվարությունների հայ են մնացել եւ այսօր Ստամբուլի հայության մեծագույն մասը նրանցից է բաղկանում։ Թեև Շնորհք պատրիարքի այս տեղեկատվության համեմատ թուրքահայության ներկա կացությունը փոխված կարելի է համարել, այնուամենայնիվ նրա կողմից նկարագրված իրողությունները բավարար հիմք են տալիս Անատոլիայի հայությանը տիպաբանական իմաստով բաժանելու 3 խմբերի։ Պաշտոնական հայություն, այս տեսակը հայ առաքելական, կաթողիկե եւ ավետարանական եկեղեցիներին կապվող համայնքների տեսքով գոյատևել է զանազան նահանգներում եւ ավաններում։ Իսլամացած հայություն, այս տեսակը հիմնականում բաղկացած է պոնտահայ եւ համշենահայ մանր ու խոշոր տոհմական խմբերից, որոնք բնակվում են Սևծովյան ափերիզում։ Պատմական Ջանիկից, Սամսունից, մինչև հայ-վրացական սահմանները երկարող տարածքներում։ Իսլամացած տիպն իր համեմատական լայն շրջագծում ներառում է նաև կես-կես եւ հայ լազ կոչված խմբերին։ Թաքուն հայություն, այս տեսակը բռնի կերպով եւ իր ֆիզիկական գոյությունը պահպանելու հարկադրանքի տակ իսլամացել է հայկական պարբերական կոտորածների ժամանակաշրջանից սկսած եւ ապրում է աշխարհագրական մեծ տարածում ունեցող քրդաբնակ եւ թուրքաբնակ գյուղերում ու գյուղակներում։ Այս տեսակը վերոնշյալ իսլամացած տեսակից տարբերվում է իր իսլամացման ժամանակով եւ գործընթացով։ Այսպես, ընդհանուր օրինաչափ երևույթը եւ արդյունքը մնում է նույնը, ինչպես բնորոշում է պատմության գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանը։ Ֆիզիկական բնաջնջումից խուսափելու նպատակով հայ բնակչության մի հատվածը նախընտրում էր իսլամացումը։ Դրանց մի մասը ժամանակի ընթացքում թուրքանում էր։ Մյուսները, առերես ընդունելով մահմեդականությունը, շարունակում էին պահպանել ազգային դիմագծի բազմաթիվ կողմեր, լեզուն, սովորությունները։ Շատ դեպքերում էլ նրանք ծածուկ դավանում էին քրիստոնեական կրոնը։ Թուրքերի կողմից պատմականորեն կիրառված հավատափողության մեթոդի ազդեցիկության եւ հուսալիության վերաբերյալ ուշագրավ մեկնաբանությունները տալիս գերմանական բանակի Սպա Հոֆմանը։ Նա, որ հայոց կոտորածների կենթանի վկաներից է համարվում, Գերմանիայի դեսպանությանը ուղղված իր 1916 թվականի օգոստոսի 29-ի նամակում էական հաստատումներ է անում հավատափող հայության տեսակի մասին։ Այս ամենից հետո, գրում էր Հոֆմանը, եթե մահմեդական հայերը ցայժմ իրենց մտածողությամբ ու զգացողությամբ մնացել են հայ եւ վստահաբար ոչ միայն ներկա իրենց սերունդներով, ապա որպես այլակերպված մահմեդականներ ավելի վտանգավոր են լինելու թուրք ժողովրդի համար հենց իրենց նվազ բացահայտ լինելու պատճառով։ Այստեղ հստակորեն նկատելի է գերմանացի սպայի կանխատեսումը նվազ բացահայտ կամ թաքուն հայության ձևավորման շուրջ։ Հիմք ընդունելով մի շարք տվյալներ, փաստարկներ, տեղեկութաբանական հիմնավորումներ, կարելի է եզրակացնել, որ այսօր Թուրքիայի տարածքում, հատկապես պատմական Հայաստանում, ապրում են 700,000-ից ավելի թաքուն հայեր։ Պաշտոնական եւ իսլամացած հայության համշենահայության թեման առայժմ թողնենք եւ կանգ առնենք թաքուն, ծպտյալ կամ կրիպտո հայերի խնդրի վրա։
Ներկայիս Արևմտյան Հայաստանում եւ հարակից տարածքներում բնակված հայությունը իր էթնիկական վերակերպված տիպերով շարունակում է մնալ խորհրդավոր եւ գրեթե անճանաչելի։ Մյուսների համեմատությամբ թաքուն հայերի պարագան թերևս ամենաբարդը պետք է համարել։ Ազգային գիտակցության պահպանման առումով այստեղ կարևոր ենք համարում անդրադառնալ Սեբաստիայի Կոֆտում գյուղի միակ թաքուն հայ ընտանիքին։ Ըստ լիբանանահայ մի ճանապարհորդի 1950-ականներին այնտեղ բնակվող ազգությամբ հայ Միքայելը, որ կոչվում էր քուրդ Ահմադ, 30 տարուց ավել չէր հանդիպել ոչ մի հայի, ուներ հայ կին եւ 3 աղջիկներ։ Միքայելը թուրքերից ու քրդերից գաղտնի գիշերները մի քանի հին դասագրքերով գաղտնորեն եւ կանոնավոր կերպով հայերենի եւ հայոց պատմության դասերը պարապել իր զավակների հետ եւ խնամքով նրանց սովորեցրել մայրենի լեզուն։ Միքայելի ամենամեծ մխիթարությունն ալ այս պարագան է, ասվում է ուղեգրությունում։ Ուրախ է, որ զավակները հայ մնացած են։ Մի թաքուն հայ իր դաժան մանկության ու երիտասարդության տառապանքները, ընտանիքի դառն դեգերումներն ու իր ձախ խոսանքներում ներգրավվելու պատմությունն անելով, հոգիս քեզմով կխայտա գրքի հեղինակ եւ առաջադիմական գրող Քեմալ Յալչինին ասում է. Մորս երգերը ընդհանրապես թախծոտ էին, իմ երգերը չէր հավանում։ Մայրս իր երիտասարդության ընթացքում դաշնակցական է եղել։ Քաղաքական տեսակետից էլ ինձ երբեք չէր հավանում։ Ինքը Պեսաները, մեծ մորաքրոջս ամուսինը, բոլորն էլ դաշնակցական կուսակցությունից են եղել։ Որպես ընտանիք մենք այդ արտի մեջ ենք բուսել։ Մորս դիմադրելու ուժը կամքը քարի պես տոկուն էր։ Իր հավատը հույսը երբեք չկորցրեց։ Իր լավատեսությունը, մարդասիրությունը, ընդդիմության ջիղը գալիս էր երիտասարդության ընթացքում իր կուսակցական լինելուց։ Իմ անհատականության եւ հատկապես քաղաքական տեսակետներից հասունացման մեջ մորս ազդեցությունը մեծ է եղել։ Պոլսահայ ժամանակ օրաթերթի 1976 թվականի համարներից վերցված տեղեկությունների համաձայն 120 հոգուց բաղկացած Սասունցի 16 ընտանիք ժամանել է Պոլիս, թշվառագույն վիճակում։ Արաբկիրում կան 450 անչափահաս երեխաներ, որոնցից միայն 200-ը հնարավորություն ունեն վարժարան հաճախելու։ Ակնի եւ շրջակայքի հայ բնակչության թիվը հասնում է 190-ի, որոնցից 40-ի մանուկները զրկված են կրթությունից։ Դվրիկի եւ շրջակայքի հայերի թիվը հասնում է 200-ի, որոնց մեջ կան մոտ 60 արեստավորներ։ 1950-ականներին եւ 1960-ականներին նման արտահոսքեր հաճախ են պատահել հատկապես Արևմտյան Հայաստանից։ Զորավար Գուրսելի զինվորական իշխանությանը հաջորդող ժամանակահատվածում թաքուն հայության շրջանում ստեղծվում էր քաղաքական խաղաղ գործունեության հնարավորություն։ Ահա թե ինչ է պատմում մի այլ թաքուն հայ Քեմալ Յալչինին այդ մասին։ 1970 թվականին հաջորդող օրերին կարծես մի քիչ հանգիստ էինք։ Ադիյամանի Քիայթայի մեջ առաջադիմական կազմակերպություններ հիմնվեցին։ Այս կազմակերպությունների մեջ եւ քուրդ եւ մերինների երիտասարդները համախմբվելով ընդհանրական նպատակների էին պատրաստվում։ Քուրդ երիտասարդները մերինների երիտասարդներին առաջարկում էին, որ իրենց ծագումը չծածկեն, ինքնությունն ու հավատքը բացահայտ կերպով հայտարարեն։ Սրա համար ապահովություն էին տալիս։ Այս բարեացակամ, անկեղծ, հետին նպատակներից հեռու մթնոլորտում բազմաթիվ երիտասարդներ սկսեցին ասել. Ես հայ եմ, ես ծագումով հայ եմ, իմ կրոնքս տարբեր է։ Կարծես կամաց մթնոլորտ էր կազմվում, ուր մարդիկ կարողանային հանգիստ շնչել, անվախ պառկել ու խնդալ։ Խաղաղ գործունեության հնարավորությունը թաքուն հայության համար երկար չէր կարող հանդուրժվել Թուրքիայի քաղաքական կյանքում, որը հատկապես սույն 1970-ական թվականներին խիստ անկայուն էր։ Աչից կենտրոն տատանվող գորշ գայլական շանտաժներով լեցուն եւ քաղաքական ազդեցության զանազան լծակներով կառավարվող։ Այս կապակցությամբ նույն հայը շարունակում է պատմել. Այս մթնոլորտը սակայն հաճելի չէր ոմանց եւ մի շարք քաղաքական շրջանակների։ Սկսեցին արծարծվել բամբասանքներ։ Հայերը կազմակերպվում են, գյավուրները բացելու են իրենց եկեղեցիները, հայերն իրենց պապերի ինչքերը հետ են ուզելու։ Թե ինչքանով են միատեսակ եղել թաքուն հայության քաղաքական ցանկությունները, տրամադրությունները ու կամքը, դժվար է ասել։ Սակայն կարելի է միանշանակ պնդել, որ էթնիկական անհատականության, նրա բնական ձգտումների կոպիտ ճզմումը, նրա դեմ շարունակվող թուրքացման քաղաքականությունը, մարդկային իրավունքների ոտնահարումը եւ էթնիկական խտրականությունը նրան մղում էին հակապետական կոշտ եւ անտագոնիստական պայքարի ուղիներ։ Այդ իմաստով առավել հաշվարկված եւ համակարգված քայլերով է բնորոշվում Էվրենի գլխավորած իշխանությունների վարած հակահայ ռազմավարությունը։
որով թուրքացման քաղաքականության փոխարեն առավելաբար որդեգրվեց իսլամացման քաղաքականությունը։ Աջար գյուղի Հարենդ Սասունի մոտակայքում շուրջ 600 հայ բնակչության իսլամացումը 1983 թվականի ամռանը, կամ Ադիյամանի Կերկեր գյուղաքաղաքում 19 հայերի կրոնափոխությունը 1984 թվականի աշնանը լավագույն փաստարկները կարելի է համարել իսլամացման քաղաքականության կապակցությամբ։ Աջար գյուղի բնակչության կրոնափոխության մասին ակնարկում է նաև ֆրանսիահայ հետազոտող Արման Գասպարը իր հեղինակած հայ ազգային ազատագրական պայքարն ու աբեկչությունը աշխատության մեջ։ Ջումհուրիեթի թղթակից Ուֆուկ Գյուլդեմիրը իր Անատոլիայի հայ հայրենակիցները հետաքրքրական հոդվածաշարում 1981 թվականի օգոստոսի 12-ից 16-ին հետհեղաշրջման շրջանի շատ թարմ պատկերացումներ է տալիս Գավառի հայության մասին։ Նա ասուլիս վարելով մի շարք պաշտոնական եւ թաքուն հայերի հետ հետաքրքիր համեմատությունների եւ եզրակացությունների է հանգում։ Նա ասում է, որ եթե Վիրանշեհիրի հայերը դժվարություններ ունեն կրոնական ազատության իմաստով, Մալաթիայում ապրող 20 տուն հայությունը զերծ է այդպիսի մտահոգություններից։ Մալաթիայի հայերը, ըստ Գյուլդեմիրի, Ադիյամանի հայերի պես միմիայն աղջիկ առնելու տալու հարց ունեն։ Նրա վարած ասուլիսներից պարզվում է նաև, որ 700 տուն հայություն ունեցող Կեսարիայում 1981 թվականին հազիվ մնացած է եղել 12 տուն։ Իսկ հայեր մնացել են նաև շրջակա գյուղերում։ Պետք է ընդգծել, որ հայ մնացորդացի հավատափողության մարտավարությունը լիարժեք չի նպաստել ասիմիլիզացիայի քաղաքականությանը։ Սույն ժամանակահատվածում թեև պետական լայն մասշտաբով վերակիրառվել է իսլամացման հնավանդ քաղաքականությունը, այնուամենայնիվ դրան համապատասխան չափերով չի իրականացվել թուրքացումը։ Այս ուղղությամբ թուրք մտավորականության որոշակի խավերը լավապես իրազեկ են տվյալ մարտավարության անճարակությանն ու ապարզունությանը։ Թուրքիայում ապրող հայերի մեծ մասը թուրքացած հայեր են։ Գրում է Թուրքիայի պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ֆահիր Արմաօղլուն թերջումանի 1988 թվականի փետրվարի 17-ի համարում։ Այսինքն, առանց իրենց ինքնությունը կորցնելու թուրքերի հետ խառնվել են եւ ձերբազատվել են Թուրքիայի նկատմամբ թշնամական զգացմունքներից։ Թուրքիայի պետական շահերի առումով Ֆահիր Արմաօղլուի այս հաստատումից պարզվում է, որ քրդացման, թուրքացման եւ իսլամացման հաջորդական քաղաքականություններից եւ ոչ մեկը չի տվել ցանկալի արդյունքներ պատմական երկար ժամանակահատվածում։ Թաքուն հայ երևույթի արտաքին դրսևորման վերաբերյալ հետաքրքրական պատկեր է տալիս դարձյալ Ջումհուրիեթի թղթակից Ուֆուկ Գյուլդեմիրը։ Ակնարկելով Վիրանշեհիրում բնակվող Յունգեզ անունով հայի, ասում է, որ նա շատ քիչ հայերեն գիտեր եւ ընդամենը իր գիտածը 70 տարի առաջ հայկական վարժարանում սովորած մի քանի աղոթքներ։ Ապա Գյուլդեմիրն այդ երևույթը թերևս բնական ձևացնելու, բայց իրականում թուրքացման քաղաքականությունը մի կերպ կոծկելու նպատակով շարունակում է այսպես. Հայ հայրենակիցները երկար դարեր իսլամների հետ ապրելով այնքան են վարժվել, որ իրենց աղոթքն էլ նամազ են կոչում։ Արդեն բացի լեզվից մեծ տարբերություններ չկան երկու նամազների միջև։ Երկուսն էլ գորգի վրա ծնկի են գալիս եւ թևերը դեպի երկինք են բացում։ Պրոֆեսոր Գեգամ Կիրակոսյանը 2000 թվականին իր Արևմտյան Հայաստանի ուղևորության հուշերում ասում է. Այդ ամբողջ օրը մեզ հետ էր նավավար Ռաջաբը։ Ես փորձեցի քրդերեն իմացած իմ մի քանի բառով զրուցել նրա հետ ու հասկանալ, թե ինչու է նա մեր նկատմամբ այդքան ջեր։ Նա բռնեց իմ թևը, ինձ տարավ կղզու հարավային կողմ մի բարձր տեղ եւ ցույց տվեց լճի հարավային ափին հեռվում երևացող իրենց գյուղը, Շքվերթը, պատմական Մոխրաբերդը, եւ ալեկոծված հոգով ասաց, որ ինքը հայ է եւ իրենց գյուղի բոլոր բնակիչները քրդախոս հայեր են։ Ben de Ermeniyim. Adın nedir, ismin nedir? Sarkis. Գեգամ Կիրակոսյանը իր հուշերում շարունակում է. Հյուրանոցի մուտքի մոտ Հայկաց Հովանիսյանն ինձ ասաց, որ ծագումով Սասունի Սեմալ գյուղից այժմ Մուշում ապրող Արմեն անունով մի երիտասարդ ցանկանում է ինձ տեսնել։ Հյուրանոցի առաջին հարկի սրահում ինձ ընդառաջ եկավ կարճահասակ ու թիկնեղ մի երիտասարդ։ Ծանոթացանք, ողջագուրվեցինք, ապա սկսվեց անմիջական եւ աշխույժ զրույց։ Նա լավ էր խոսում հայերեն, անմիջապես ճանապարհ ընկանք։ Մեզ ընկերակցում էր Արմենը։ Մուշից արևմուտք հայկական Տավրոսի ստորոտին կա 7 գյուղ, որոնց բնակիչները քրդախոս հայեր են։ Այդ 7 գյուղերի թվում է նաև Արմենենց գյուղը, Գավառը։ Սույն անձնավորությունը Արմեն Մարտիրոսյանը իր տված հարցազրույցում
Որոշակիացնելով եւ ընդհանուր գծերով բնութագրելով Մշո ներկայի հայության վիճակը, ասում է. Մշո մեջ այսօր 1000 հայ են ապրում, որոնք ոչ ամուսնական եւ ոչ էլ այլ կերպով չեն շփվում քրդերի եւ թուրքերի հետ։ Արտասահմանում հաստատված եւ բուն անունն ու կրոնը վերականգնած Ռազմիկ Հակոբյանը, նախկինում Նուրեդին Յակուբը, որ ծնվել եւ ապրում է Ադիյամանում եւ որոշել է էկրանավորել փաստագրական ֆիլմ Թաքուն հայության մասին, 2004 թվականին մանրամասնորեն նկարագրում է կացությունը։ Ծնողներս թաքցնում էին իրենց ծագումը, ասում է նա, որովհետև հայ լինելը աններելի հանցանք է համարվում։ Անատոլիայում վերապրող հայության հարևանները, բազմաթիվ քրդեր եւ մի շարք քուրդ ղեկավարներ եւս վկայում են Թաքուն հայերի մասին։ Այն գյուղը, որ գնացի, մոտ 1 ժամ կամ ավելի հեռու էր մեր գյուղից եւ հայկական շաթին գյուղերից էր։ Հենց այդտեղից պարզվում էր հայերի իրավունքների ոտնահարումն ու նրանց նկատմամբ խտրությունը, որովհետև այդ գյուղի եկեղեցին վերածել էին մզկիթի, այն դեպքում, երբ դեռ հայ եղբայրները ապրում էին այնտեղ։ Հայրս հետաքրքիր եւ ընկերական կապեր ուներ հայ եղբայրների հետ եւ նրանց շատերի հետ խոր ընկերություն էր հաստատել։ Քուրդ ղեկավարը շարունակում է ասել. այս խնդիրն արծարծում եմ, որովհետև թուրք ֆաշիստները սնապարծությամբ ու պորոտախոսությամբ ասում էին, որ այլևս հայ չկա։ Ահա այսպես է արտահայտվել Աբդուլլահ Օջալանը, թուրք լրագրող, դոկտոր Յալչին Քյուչուկի վարած մամուլի ասուլիսի ընթացքում 1990-ականների կեսերին։ Ուրֆայի շրջակայքում գտնվող Ջբին կամ Սայլակայա գյուղն այցելել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2000 թվականի հուլիսի 4-ին։ Այդ կապակցությամբ ավելորդ չենք համարում մեջբերել հետևյալ հուզական տողերը։ Նուրին կամ Մուշեղը պատրիարքին հրավիրեց իր տուն, ասվում է այցելության մասին պատրաստված լրագրության մեջ։ Նա կույր է եղել 4 տարեկանից եւ հայերեն խոսում է մաքուր պոլսական ոճով։ Նա ասաց, որ վերջին 75 տարիներում սա առաջին անգամ է, որ հայ պատրիարքը ոտք է դնում Ջբին։ Ծերունին գեղեցիկ ձայն ուներ եւ հիանալի տոնով երգեց Սուրբ Ներսեսի շարականներից մեկը։ Ջբինի թուրքերեն կայքեջի հեղինակները, մատնանշելով Ջբինի հայկական լինելու հանգամանքը, առանձին տեղ են հատկացրել գյուղի ներկայիս հայ բնակիչներին եւ լուսանկարներով ներկայացրել նրանց։ Սաթենիկ, Մարիամ, Ծաղիկ, Ղուկաս եւ Մելինե անունների կողքին հանդիպում ենք նաեւ Յուսուֆ, Ջինե, Ֆաթմա եւ այլ ոչ հայկական անուններով հայ բնակիչների եւ դրանց միջև ազգակցական կապերի մասին հետաքրքրական տեղեկությունների։ Այնտեղ կան նաեւ խնջույքային պահերից նկարահանումներ եւ այլն։ Պաուլա Վոլֆերտն իր մասնագիտական մի հոդվածում տպագրված Սավիո հանդեսում 1998 թվականի մայիսին, լայն քննարկման ենթարկելով Թուրքիայի հարավ-արևմտյան շրջանների տեղական թխվածքները, կերակրատեսակները եւ խոհանոցային պարագաները, ակնարկում է Ջբին գյուղի բնակիչ Զելիհա Գունգորեն անունով մի թաքուն հայուհու։ Վոլֆերտը ընդգծելով 1915 թվականի տեղահանություններից հետո մի խումբ հայերի ձուլման պարագան, նշում է, որ նրանց շարավիղների, սևահեր եւ կապուտաշյա Զելիհայի նմանների գոյատևման շնորհիվ այսօր հայկական համ ու հոտ է հաղորդվել շրջանի խոհանոցին։ Իր բավականին հարուստ տվյալների հիմամբ Քեմալ Յալչինը գերմանական թղթակցի հետ մի հարցազրույցի ընթացքում դիպուկ բնութագրում է մերօրյա թաքուն հայերին։ Այդպիսի ընտանիքներն ապրում են որպես քուրդ կամ թուրք մուսուլմաններ, եւ նրանց երեխաները իրենց մայրենի լեզուն չեն սերտում։ Իմ տեսած թաքուն հայերից շատերը 15-17 տարեկաններ էին, որոնց ծնողները նրանց զգուշացրել էին չխոսել այդ մասին։ Թաքուն լինելու, խնամքով թաքցնելու մտակեցվածքը ինքնին բարդ եւ անըմբռնելի կենսափիլիսոփայություն է, թե ինչպես կարելի է ամբողջ կյանքի տևողությամբ ծածկելով, կեղծելով, ամոթի ու վախի զգացումներից տառապելով եւ հոգեմտավոր ներքին հակասությունների բռնվելով, ի վերջո պահպանել ինքնությունը եւ կառուցել էթնիկական պատկանելիության ներաշխար, եւ որ ամենաեականն է դա փոխանցել հետնորդներին։ Թերևս թաքուն հայության հոգեմտավոր ստեղծագործության ամենադիպուկ արգասիքներից կարելի է համարել Թալին Էոզգալայչեի բանաստեղծական տաղերը։ Նա ծնվել է 1972 թվականին Պոլսում, բազմազավակ թուրքախոս մի ընտանիքի մեջ։ Նրա համառոտ կենսագրականից իմանում ենք, որ նա մանկության տարիներից սիրել է գրականությունը եւ իր մեջ արթնացել է արտասանելու փափագը։ Հոր շնորհիվ, որ ամեն օր նոր մարմարա եւ ժամանակ օրաթերթ էր տուն բերում եւ քաջալերում իր զավակներին սերտել մայրենի լեզուն, կատարելագործել է իր հայերենը եւ նվիրվել գրականությանը։ Ահա այս կենսագրականում էլ լավապես ակնհայտ է դառնում թաքուն հայի ազգային գիտակցության վերջին թելիկներին կարճելով ազգային բուն արմատներին վերադառնալու պիտխարի ձգտումը։ Այստեղ ավելորդ չենք համարում հետևյալ տողերը մեջբերել Թալին Էոզգալայչեի բանաստեղծություններից։
որոնք ըստ մեզ հոգևոր եւ հոգեհարազատ առնչություններ ունեն մեր նյութին։ Կաթիլմը սառ եմ ես, ամենամեծ ժայռը ճայթեցնող, ափմը հող եմ ես, արմատներով հզորացող, խենթ հով մնեմ, օրենք ու սահման չճանչցող, լուսավոր մտածում եմ ես, կոշկոր կապած ուղեղները մաշեցնող, կտոր հաց եմ ես, թափված քրտինքով սրբացող, անվերնագիր սկզբունք եմ, ստրկության բոլոր լուծերը քանդող, երբ հույսերով ոգևորվիմ, փոթորիկ կլամ, ձեր սրտերեն կհորդիմ, երբ հավատքով լիանամ, կայծակ կլամ, ձեր ուղեղներեն կժայթքիմ, եւ վրեժներով շրջապատվիմ, նպատակ կլամ, ձեր մտածումներեն կհոսիմ։ 2005 թվականի փետրվարի 5-ին Պոլսի ՅԱՓՎ Կրեդի բանկի դահլիճում հայկական հարցը Թուրքիայում թեմայով բանախոսական ելույթ է ունեցել տագնապահարույց Աննա Էալնեմ մեծ մայրս տատս գրքի հեղինակ Ֆեթեհի Չեթինը։ Նա մեծ հանդգնությամբ է խոսել բոլոր այն անիրավությունների մասին, որոնք գործադրվել են հայության դեմ։ Նա հիշելով իր հայ տատին, պատմել է, թե իր Աննա Էալնեմը գրքի հրատարակությունից հետո բազմաթիվ այսպես կոչված թուրքեր կապվել, շնորհավորել եւ թախանձագին խնդրել են իրեն, որ գրի առնի նաեւ իրենց ընտանիքներում նույնանման իրողությունները, հայկական ծագման հետ կապված։ Շահեկան ենք համարում իսլամացած եւ թաքուն հայի ներաշխարի մի էական դիտարկում եւս կատարել։ Ահա թե ինչպես են նրանք բնութագրում իրենք իրենց։ Մենք երկու ես ունենք, ներքին եւ արտաքին, ասել է իրավաբան Ֆեթիհե Չեթինը իր բանախոսության ընթացքում։ Այս երկրում երբեք չեն կարող մեր երկու եսերը միացնել եւ ներկայանալ որպես մեկ ես ունեցող անձ։ 1968 թվականին Տիգրանակերտում ծնված գրագիտուհի Ժակլին Չելիքը, որ շրջագայել է Անատոլիայի 50 քաղաքներում, ուսումնասիրել է այդ շրջանների հայկական եւ հունական ավելի քան 30 եկեղեցի, տալիս է շատ անմիջական տեղեկություններ հատկապես փոքր հայքի եւ հարակից շրջանների հայության մասին։ Ուր կերթա, գրում է Մարմարան նրա շրջագայության մասին 2005 թվականի օգոստոսի 4-ի համարում։ Ան կգտնե նաև հայմը, ինչպես Սվազի Թավրա գյուղում Երևանդ Տուրմասկյուլներին, Օրդու քաղաքում Հարություն Վարպետին եւ այլը։ Այսօր մեծապես նկատելի է քրդական, այլևիական, զազայական մշակութային եւ քաղաքական լայն մեդիայում հայերեն երգեր կատարող երգիչների մասին գովազների ու ծանոթությունների առկայությունը։ Երգիչներ, որոնք ըստ իրենց կենսագրականի սվազցի, դիարբեկիրցի կամ մշեցիներ են, ու թերևս հայ։ Նրանք եթե նույնիսկ հայել չեն, նրանց հայերեն երգերի կատարման եւ տարածման փաստը նշանակալի իմաստ կարող է ունենալ։ Կարծում ենք, որ այդ երգիչները փաստորեն վերապրող թաքուն հայության լինելիության ձայնն են հնչեցնում, արծարծում նրա լինելիության ինքնության հիմնահարցը։ Բանահավաք եւ ազգագրական երգերի մեկնաբան Նիլուֆեր Ակբալը ծնվել է 1963 թվականին Մուշի Վարդո քաղաքում։ Հատկանշական է նրա Սարի գելին հայերենով կատարումը։ Նիլուֆեր Ակբալի շատ համառոտ կենսագրականներից մեկում ասվում է, որ նա հայերեն երգերը սերտել է իր մորից։ Ակբալը քրդական մեդիայում, հատկապես փիքակային կապվող կայքեջերում հանդես է գալիս որպես քրդական ազատագրական շարժումներին հարող արվեստագետ։ Օպերայի մենակատար Դիանա Վեքիլը ծնվել է 1972 թվականին քուրդ ընտանիքում։ Նրա մի քանի համերգների մեջ ուշագրավ են 2002 թվականի համերգը Վանա լճի հարավ-արևմուտքում գտնվող Բաթման նահանգում, որի կազմում է նաև Սասունը։
Վեքիլի բազմաթիվ հայերեն կատարումներից հիշատակման է արժանի Դլեյամանը, որի հոգեհարազատ կատարման մեջ հնչում են Դլեյաման, արև դիպավ Մասիս Սարին հատվածը։ Ջան Թուֆանը Գերմանիայում ելույթներ ունեցող իր Բրեմենդայանիշմա երգչախմբով ևս աչքի է ընկնում Դլեյաման երգի կատարմամբ։ 1969 թվականին Սեբաստիայի Զարա քաղաքում ծնված Բեշեր Շահինը դասվում է հայերեն երգեր կատարող այսպես կոչված քուրդ երգիչների շարքը։ PKK-ի արտասահմանյան տոնախմբություններում հաճախ է ելույթներ ունենում նա։ Բեշեր Շահինի քրդերեն երգերի շարանում հանդիպում ենք Կոմիտասի օրովելի։ Քաշիր, քաշիր, ուսիդ մատա Քրդական լայն հասարակության շրջանում բացառիկ պատիվ ու հարգանք վայելող Արամ կամ Արամե Տիգրանը, ում գեղարվեստական գործունեության 50-ամյակի հոբելյանը մեծ շուկով տոնվեց 2005 թվականին քրդական զանազան կազմակերպությունների նախաձեռնությամբ, ևս կատարել է մի քանի հայերեն երգեր։ Առանձին ուշադրության է արժանի նրա խմբի միջոցով կատարված հայկական հեղափոխական Առաքել Մուշեղ երգը, որը մենք ձայնագրել ենք Դանիայից հեռարձակվող քրդական Ռոչ արբանյակային եթերից։ Մեր բյուրավոր հայ եղբայրների ու քույրերի վտանգված դիմագծի պահպանումը խթանելու նպատակով կազմակերպված այս ֆիլմը ավարտում ենք մեջբերելով ներկայիս Մուշում բնակվող Սասունի պատմական Սեմալ գյուղում ծնված 40-ամյա Արմեն Մարտիրոսյանի 2004 թվականի խոսքերը։ Մեզ մի մոռացեք, Մուշում, Սասունում, Վարդոյում եւ այլ շրջաններում վերապրող շատ հայեր կան։ Հայեր, որոնք մինչև վերջերս վախենում էին իրենց ինքնությունը հայտնելու, բայց այսօր խիզախաբար արտահայտվում են ու մաքարում են հայ մնալու համար։